Մայրաթոր Սուրբ Էջմիածնի Մեծի տան Կիլիկիո կաթողիկոսության միաբանները միասին աղոթում են Տաթև Սրբազանի վերջին օծման Սուրբ Պատարագին։ Ոստիկանների պրոբացիայի ծառայողների ուղեկցությամբ տնանց է միանում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopոսը։ Տնային կալանքում գտնվող Սրբազանը եկել է վերջին հրաժեշտը տա հոգևոր եղբորը։ Ուրբաթ է մահացել Մեծի տան Կիլիկիո կաթողիկոսության միաբան Տեր Տաթև եպիսկոպոս Սարգիսյանը։ Տաթև Սրբազանը 1974-ին է եպիսկոպոս օծվել Մեծի տան Կիլիկիո Խորեն առաջին կաթողիկոսի ձեռամբ։ 1980-ին Գարեգին առաջին Քեսապցու կոնդակով նրան արքության պատիվ է շնորհվել։ Տաթև Սրբազանի վերջին օծման պատարագին հնչած Քրիստոսի հայտնության ողջույնը առաջինը իրեն ուղեկցող սպաներին է փոխանցում Միքայել Սրբազանը։ Նրանց ուղեկցությամբ Սուրբ Գայանե եկեղեցուց հեռանում է Միքայել Սրբազանը։ Անազատության մեջ պահվող Սրբազանից օրհնություն ստանալու համար հավատացյալները հերթ են կանգնում Էջմիածնում։ Ազատության մեջ գտնվող այս եպիսկոպոսները հավանաբար այս ամոթանքները հիշելով ներկա չեն Տաթև Սրբազանի վերջին հրաժեշտին, նույնիսկ Արտակ եպիսկոպոսը, որ այս եկեղեցու տեսուչն է։ Տեսախցիկներից այն կողմ հավատացյալներն ասում են տիրադաֆ հռչակվածներից մի քանիսին սպասում էին եպիսկոպոսական հավաքի հայտարարությունից հետո։ Ավստրիայում հավաքված եպիսկոպոսները հայտարարել էին, որ աջակցում են վեհափառ Հայրապետին, նրանց թվում Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին ժամանակին միացած Հովնան Սրբազանը։ Ավստրիայի եպիսկոպոսական հավաքը համակարգած Պարույր քահանայի խոսքով անսպասելի չի եղել 25 եպիսկոպոսների հայտարարության տակ Հովնան Սրբազանի ստորագրությունը։ Ետնաբեմեր չի եղել այնտեղ, ամեն ինչ եղել է։ Հովնան Սրբազանը ինչպես միացավ հայտարարությանը հեշտությամբ։ Իմ կարծիքով չէր անջատվե որ միանար։ Կարճ պատասխանից հետո քահանան մնացած եկեղեցականների հետ Մայրաթորի գերեզմանատուն է գնում, մինչ Տաթև Սրբազանի թափորը տեղ կհասնի, վերջին 8 ամիսների ամենասպասված հանդիպումն են տեսնում հավատացյալները։ Վեհափառ Հայրապետն ու Միքայել Սրբազանը ողջագուրվում են, միասին օրհնում հավատացյալներին։ Միքայել Սրբազանը կարծես չի ուզում հեռանալ վեհափառ Հայրապետի կողքից, Մայրաթոր Սուրբ Էջմիածնից, ուր 8 ամիս առաջ է եղել վերջին անգամ ձերբակալվելու օրը։ Տաթև Սրբազանի հուղարկավորության ավարտին հավատացյալներին օրհնելով հեռանում է Շիրակի թեմի առաջնորդը վեհափառին հրաժեշտ տալիս որդիական խնդրանքով։ Վեհափառը հրաժեշտ է տալիս Միքայել Սրբազանին, օրհնում նրան ուղեկցող ուժայիններին։ Ալբերտ Սերոպյան, Առաքել Օհանյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։